Հարգանքներս սիրելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ուրեմն այսօր հնարավորություն ունեցա դիտելու Պետրոս Ղազարյանի եւ հետաքրքիր Էդգար Ղազարյանի, այսպես ասած, հարցազրույցը։ Ֆերդինանդ, ուրեմն ի՞նչն է հետաքրքիր։ Պետրոսի մաշկիլուսը չի, այսինքն ոչ մեկ շատ, ոչ Պետրոսի, ոչ նամանավան դրա կնկան կուկուլալա տումամբա առած չլնի, բայց իմ համար նորություն էր ու հետաքրքիր է, որ ես դա բաց էի թողել ու գտնում ենք բանտով բնականաբար։ Ընկեր Ֆերդինանդ, չգիտեմ, Պետրոսը ոնց ինչ եղալ են, եթե թող Պետրոսը քեզի հետագայում պատասխան տա, բայց ես միայն քեզ հարց եմ ուզում տալ։ Այդ որ Նիկոլ Բոզի տղեն վեկալավ ուզում է բանակը շինի տարյուկից, դու հելար քո որը ճղիր, ճիշտ ասեմ։ Հելար որը ճղիր, որ ոչ թե բանակը տարյուկի է շրջապատված թշնամիներով, բլա 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 բլա, բա որ քո իմբիցիլ տաշիրը, որ դաժե հայեր են խոսալ չգիտի։ Եվ որ ես ասում եմ հելի խոսա, ես խոմ գիտեի ինչ էի ասել։ Որ բանակը շինում է մի տարի, ուզում է շինի մի տարի իշխանության գալու դեպքում։ Բայց դրա հետ կապված դու ո՞նց ես անում, ո՞նց ես մնացել դրա ցուցակի մեջ։ Այդ փակեք բանակը։ Այսինքն ի՞նչ է դուրս գալը։ Նիկոլը, որը որ գժականով բանակից ազատված, բարձրագույն կրթություն չունեցող, միայն վարչապետ դառնալուց հետո դիպլոմը տվի, եթե ընդունում ենք ֆանտաստիկայի ժանրից, որ Նիկոլը գնում է տաշինա գալը վարչապետ, բայց իմ ոտերը կերելա թե կա վարչապետ, այսինքն գալիս է էլ ավելի բեթարը, որ առհասարակ կրթություն չունի, որովհետև եթե Նիկոլը 2-3 տարի համալսարանի ժուրնալիստիկա սովորե, հետո հանեկցել են դուրս, սա առհասարակ չունի կրթություն, առհասարակ տանել չի կարում բանակ, իա տղեկն էլ կենթանի դիակներ են, ոնց որ ինքն ասում, կենթանի մեռել են, հեռու են բանակից, էսի վարշե է բանակի հերանիցելու։ Այսինքն ողբամզի քեզ հայ ժողովուրդ որ հել ընկել եք տաշիրի որոշակի մասա թեկուզ եւ փողով, տաշիրի որը բռնած ման է գալու։ Նախ այդ մարդը պոտենցիալ անգրագետ է։ Ես գիտեի, որ անգրագետ է, բայց որ Տիգրան Արձականցյան տվա, ես չգիտեի։ Ո՞ւնչն է հետարքից։ Ընկեր Ֆերդինանդ, բարձրագույն կրթություն ունեցող մարդ ես դեսպան, դու դրա հետ ինչ լեզվով ես հաղորդակցվում, անեց հետարքիր է։ Եթե որևիցե մեկը կասի տաշիրը դաժե ռուսերեն խոսալ գիտի, ես ասում եմ սրտամ մեզ։ Տաշիրը ռուսերեն խոսալ չգիտի։ Կարակ օբիդիտ անեք, մի հատ գիֆտ տվեք ձեռը Պուշկինի բանաստեղծություններից, Մայակովսկու, կամ ընդեղելով կա Լերմոնտով, Դաստոևսկի, Չեխով, որևիցե մեկի Եսենին, որևիցե մեկի գրած բանաստեղծություններից թող ընդամենը մի հատ քառատող ռուսերեն կրծը մենք լսենք։ Դելա քլե այդ մարդը ռուսերեն տարերը գիտի։ Հանուն փողի Ֆերդինանդ, դու քո ծնողին էլ կուր, քո տղան էլ չի ծառայել բանակում, ճիշտ է։ Ֆերդինանդ, քո տղեն չի գնացել։ Քոն էլ է կենթանի դիակ։ Просто Նիկոլնա չմո, հասկանում եք, չմոյա, բացի չմո, դավաճան չմոյա։ Իա շրջապատը եւս, որովհետեւ եթե իա շրջապատը չմո չլնես, Սուրեն Պապիկյանը ուսուցչուհի չլներ, խելքը գլխին ատված մեզ վրից, Վազգենից հետո էլ նորմալ պաշտպանության նախարար մեկ չենք ունեցել, որ ձեռը բանքեր սեղանին, Դոդի տղուն, Վովայի տղուն, Արշակի տղուն, Տաշերի տղուն, մյուսի քո տղուն, խփեր գլխներին տաներ բանակ։ Այսօր ձեր լեզուն, այս շիխերից երկար չեր ելնի, էլի կարճ կլներ, մինչև դրսի դուռը չեր ելնի։ Հել է Նիկոլը իր կրնը, բանակը տարի 6 ամիս անել, բայց Տաշիրը որ մի տարի հայտարարել, թես ու մնաց այդ ցուցակի մեջ, հա? Ֆերդինանդ։ Ինչքան է որ Պետրոսը երևակայ անլեզու հայվանա չկարացավ հաստ ոռով նստել բենից, հմեկի եթերում, ես եմ այդ հարց տալեմ քեզ։ Դուք ինչքան եք զզվում բանակից, դուք ինչքան եք ատում հայոց զինվորին, դուք ինչքան եք ատում հայոց սպային, դուք մարդկու, դուք ազգի ներկայացուցիչ չեք, դուք փոզի տղության ներկայացուցիչ եք, ես չգիտեմ աշխարհում մի պետություն, ես չգիտեմ աշխարհում մի ազգ, որ իա բանակը չսիրի, մի ազգ, որը որ չուզենա ունենա բանակ շրջապատված լինելով կռուգոմ, բեկում, հակառակորդներով, Ադրբեջանը իա բանակի քանակը ամեն տարի ավելացնում է, Թուրքիայի մասին չեմ խոսում,
Դուք ձեր բանակը դրած կրճատը մեկի ժողովուրդն էլ չեն հասկանում։ Պետության պաշտպանը, երկրի պաշտպանը բանակն է, ոչ միլիցեն է, ոչ պաժարնիկն է, բանակն է։ Բանակ։ Եվ եթե մի պետության ղեկավար, ում որդիները ճակերտների մեջ ասմայան կենթանի դիակ էին, ում որդիները կենթանի դիակ էին, իա գաղափարախոսությամբ, ասում են, չպիտի զոհվեին, խի թուրիստները պիտի զոհվեին, խի քո որդիները տաշիր սամո, ադամանդ է, արգանդից էին դուրս եկե, մնացածը սովորական, Ես չեմ ասում, որ քո տղեկը պիտի զոհվեն, բայց քո տղեկը բանակ չեն գնացել, պատերազմի դաշտում էլ չեն եղել, որ մի հատ էլ զոհվեն կամ չզոհվեն։ Ուրիշ ասում, այն երկու տղեկը էլ իմբիցիլ են եւ կենթանի դիակ են։ Ուրիշ մա որ Ֆերդինանդի տղեն էլ է կենթանի դիակ։ Ֆերդինանդ, բայց եթե մի քաղաքական գործիչ տանել չի կարողանում իա բանակը, չի սիրում իա զինվորին։ Նման պետությունը չի կարող գոյատևել եւ նման պետության հետագա անվտանգությունը չէ զարմանակ, որ պահի արդեն մեկ այլ երկրի զինվոր։ Ու եթե պահմա մեկ այլ երկրի զինվոր, այդ պետությունն ալևս պիտի մտնի այդ երկրի կազմի մեջ։ Ականջներից օղարեք։ Ձեր զինվորին չեք կերակրում, ձեր զինվորին չեք սիրում, կկերակրեք ուրիշի զինվորին, ուրիշի զինվորը կսիրի ձեր տուն ու տեղը, ձեր ընտանիքի անդամներին հատ, անկախ սեռական պատկանելությունից։ Ես թքեմ ձեր բերանի մեջ, Ֆերդինանդ եւ Տաշիր։ Չնայած ես էլի կանադառնամ Տաշիրին շատ շուտով մի հետաքրքիր բացահայտումով, այսքանը։